Մազերս եմ ներկել, ուզում եմ մինչև չորացնելը դեմքիս խնամքն անեմ, ժամը արդեն 11-ն է, բայց այսօր քանի որ ազատ էի, տեղից չի ուզում վեր կենայի, հոգնած էի երևի նախորդ օրերից։ Դրա համար իմ հավեսով պառկեցի, մի րոպե էս անեմ, իմ հավեսով պառկեցի, վեր կացա, հետո նոր նախաճաշել եմ, սուրճ եմ խմել, հիմա ուրեմն դեմքս ուզում եմ խնամեմ, տոներ եմ անելու, ներկը մի քիչ շատ եմ թողել այսօր մազերիս վրա, բայց ոչ թե մտածված շատ թողեցի, այլ այդպես ստացվեց էլի, ներկեցի իջա ներքև խոհանոց, մինչև բարձրացա արդեն համարյա 50 րոպե անցել էր, միշտ 30 րոպե եմ թողնում այդպես, մի հատ էլ կսեմ սրանից, այս կոլագենն է, այս աչքերի տակ մի քիչ փոփոխություն զգում եմ գույնի բանի, տոներից հետո կսեմ եմ այս վիտամին C-ն Garnier-ից է, մեկ որ այսպես բաներ եմ ցույց տալիս, ինձ գրում են դու գովազդ ես անում, մեր հաշվին փող ես ստանում, բայց չեն մտածում, որ այսքան փոքր ալիքը գովազդ չի անում, ես բացարձակ գովազդ չեմ անում, որովհետև մեծ ալիքներն են անում, մեծ ալիքներին, որ տեսնում են շատ բան ունեն, հետևորդներ ունեն, իրանց են առաջարկում, ինչ-որ բանի գովազդ, ինչ-որ ապրանք են բան անում, իրանք գովազդ են, այնպես որ ես գովազդ չեմ անում, ես սովորական ինչ առնում եմ ցույց եմ տալիս, մտածում եմ ինչ-որ մեկին էլ կարող է հետաքրքիր լինի, օրինակ ինչ եմ ես օգտագործում, իրանց էլ հետաքրքիր լինի, իրանք էլ հետ օգտագործեն կամ փորձեն, չգիտեմ, բայց գովազդ ես չեմ անում, իհարկե բանով YouTube-ում գովազդներ են անում, հատուկ գովազդի համար են նկարում, բայց իմը այդ դեպքը չի, դուք ինքներդ էլ տեսնում եք, այդ ինչքան բաժանորդ ես ունեմ, կամ ինչքան դիտումներ ունեմ, որ ինձ էլ գովազդի համար դիմեն, այդպես, այդ ցերեկային կրեմը, հիմա ցերեկայինի վրայից կքսեմ 50+ SPF-ով արևապաշտպան կրեմը, այս ոնց ասեցի, միշտ կսում եմ այս արևապաշտպանը, համար ձմեռ կապ չունի, բայց նախկինում չեմ կսել էլ ես, վերջին երևի 2 տարին է, որ այսպես սկսել եմ պարտաճանաչ դեմքս խնամել, եթե դուք ավելի երիտասարդ եք, խորհուրդ կտամ 25-30 տարեկանից հետո անպայման անեք, չնայած երբեք ուշ չի անել, ավելի լավ ուշ, քան երբեք, բայց եթե ուզում եք մի քիչ խնամված մաշկ ունենաք ավելի մեծ տարիքում, ասենք իմ տարիքում, ուրեմն պետք է ավելի շուտ սկսեք խնամել, այս առավոտվա ուրեմն դեմքի խնամքներ, հիմա ես ուրեմն արագ երևի մեյքափ կանեմ, մի թեթև, շպարվեմ, չնայած որ տանն եմ ու անցնեմ առաջ, բարի լույս սիրել բարեկամներ, գնում եմ Lidl այս զամբյուղով, զամբյուղ ասայլակա, պայուսակա, անիվներով պայուսակով ավելի շուտ, ոչ թե զամբյուղով, հայերեն բառերը մեկ մոռանում եմ, ոչ թե նրանից է, որ լավ հոլանդերեն եմ խոսում, հայերեն բառերը մոռանում եմ, դրանից չի հաստատ, ուղղակի երևի որ չի գործածվում դրանից է, դրա համար գրքեր եմ հիմա միշտ կարդում, մեքենայի ազդանշան էր, ասեցի կարող է շուտ, բայց չէ, սա այս բանով եմ գնում, այս պայուսակով եմ գնում, որովհետև մեքենան աշոտի մոտ է, ես էլ պետք է խանութ գնայի, ձեռքով բերելու համար ծանր էր, ուզում էի խինկալ պատրաստեի, ալյուրը քիչ էր, մազերս մի քիչ թաց են, ալյուրը քիչ էր,
ամել ծաղկական բան է ուզում առնեի, վերջը իրոք էս պայսակը սկցեմ էս բանի վրա, ծանրա ընգնում աուսիցս ավելի շուտ ծանր չի, այսպես միշտ մի հատ էլ շորից պայսակ եմ վերցնում, ինչ ունեմ չունեմ, մեջն եմ լցնում։ Այդպես դրա համար ասեցի, այս ծաղիկները սիրուն են, ուղղակի գույնը մի քիչ, չէ, մի քիչ բան այն, մեկը տխուր գույներ։ Հա, ինչև է ժողովուրդ ջան, ասեցի գնամ առնեմ, հիմա ժամը 11:30-ի կողմերն է, պետք է ասնեմ խինկալի պատրաստեմ, պետք է ահագին բան ունեմ անելու, չնայած կարևորը երևի ճաշ պատրաստելն է, մնացածը արդեն այդպես ես միջ գործեր չունեմ, լվացքը միացրել եմ, ինքը իրան լվացվում է, այս լվացքի մեքենաները մեզ փրկել են, չէ աղջիկներ, անկեղծ, ինչքան է հեշտացել կյանքը, մի անգամ իմ աղջիկը շատ խելացի բան ասեց, ասում եմ մամ ինչքան, այսինքն մի անգամ չէ, իմ աղջիկը միշտ խելացի բաներ է ասում, բայց մի անգամ այսպիսի բան ասեց, որ շատ ճիշտ ասեց, էլի, շատ ջահել էր, բայց շատ խելոք բան ասեց, ասում է ինչքան հեշտանում է կյանքը, ինքան ասում է ալարում ենք անենք։ Իրոք որ ճիշտ ասում իմ աղջիկը, ինչքան հեշտանում է, ինքան ալարում ենք անենք։ Հեշտը լավ չի, դահապես հեշտը լավ չի կյանքում։ Պետք է միշտ ավելի դժվարություններից գտենք, հետո ոնց որ հաղթանակը տեսնենք, ու այդ իսկական երջանկությունն է դա, էլի, բարգևում։ Այս ընթացքում, որ ես ձեր հետ խոսում եմ, չէ, ժողովուրդ ջան, արդեն Լիդլը էսա հասա, այսքան մոտ է։ Բան եմ ուզում նայեմ, չգիտեմ Լիդլում կլինի թե չէ։ Տահին, նայեցի հոլանդերենով էլ է տահին կոչվում, քունջուտի բանն է, չէ, ոնց որ յուղն է, մածուկն է, ինչն է։ Հիմա ուզում եմ նայեմ Լիդլում կա թե չէ, եթե չէ, ուրիշ սուպերմարկետներում կնայեմ, ուղղակի Լիդլը որ մոտիկ է դրա համար, այստեղ եկա, ահա սիրելիներս, երևի ինչ մի 4 րոպե կլինի խոսում ենք արդեն հասա։ Ետևի մուտքից ենք մտնում, որ ոտքով են գալիս, ետևի մուտքից ենք մտնում։ Գնամ մի քանի բան առնեմ ու ետ դառնամ։ Վաղը գործի եմ, Աշոտն էլ զբաղված է, այնպես որ այսօրվա իմ գնալը ճիշտ էր։ Այստեղ հեծանիվներն են կանգնացնում, այս այլ կարան նստեն, մի բան խմեն, ուտեն, նոր գնան։ Այս քրիզանտեմները մի եվրո է իջացրել, այս ինչ բան է ժողովուրդ։ Այս մեծերն էլ 3 եվրո են, բայց արժեր հայն մեր հողը փոխել տանել ես քրիզանտեմներիս, գնել են ասպիտակ էլ կա։ Չգիտեմ, հլը մտնեմ ներս։ Այս սիրուն վարդերը, սրանք էլ 5 եվրո արժեն։ Սրանք այսինքն չգիտեմ էլ կարելի է դուրսը դնել, թե ներսը պետք է մնա գարշոկի մեջ։ Նայեմ հոտ ունեն։ Հա, հոտ էլ ունեն։ Չգիտեմ այսքանը ոնց եմ տեղավորելու են պայսակի մեջ, ծաղիկներն էլ վերցրել եմ, պետք է ձեռքով տանեմ։ Մի ձեռքով սայլակը քաշեմ, մի ձեռքով ծաղիկները տանեմ։ Տեսնեմ ոնց եմ տեղավորելու պայսակի մեջ, մի կերպ կփորձեմ։ Մի կերպ տանում եմ ծաղիկները այսպես գրկած, պայսակներ, քաշեմ տալիս, չհամբերեցի, որ չնայած էլ չէի կարող, այ վաղը գործի եմ, երկուշաբթի գործի եմ, երեքշաբթի տոնախանութները փակ են, դրա համար ասեցի այսօր տանեմ, քան այս ծաղիկը կա։ Քսենիա, դուրդ եկա ծաղիկները, դրել եմ սեղանին ու ինքը մի անգամ էս բարձրացավ, հոտ քաշեց, այստեղ սիրուն պոզա է ընդունել։ Քսենիա, լավն է,
դու շատ ճաշակով ես, չի շատ, հա, ես ինչ լավ տղա ես դու Քսենիա, լավն է, վարդը դուրդ գալիս է, սրանք առը ժողովրդյան սուրբ ծննդի ծաղիկները, արհեստականը տեսա երեկ են մի խանութում, որ ձեզ էլ ցույց տվեցի, բայց ես բնականը միշտ ուրիշ է, միշտ առնում եմ ամեն տարի, Քսենի, հա, պետք է լավ ուսումնասիրի, հո, էդ ինչ ես մանրել այդտեղ Քսենիա, թուղթ, հո, խաղում ես դրանով, քիչ գետին ու խաղ, օպրես դու, օպրես, այ, քիչ գետին ու խաղում եմ, մի կերպ զորով բերեցի, համպայսակը հետ կաշտվեցի, համել ես գեղեցկուհիներին բերեցի, այսինքն իրանք հետս ինքնուրույն ինքնագլուխ տուն եկան, էլի էի ուզում առնեի, բայց որ մեքենայով չի կարա բերեի, հազիվ ես երկուսը տեսակ ոնց էի գրկել ու մի կողմից էլ պայսակն էի քաշ տալիս, այս անգամ առել եմ կանաչ սող, մի հատ կանաչ լոբի ապուր պատրաստելու համար, դրա համար եմ մի հատ առել, մի հատ չինական կաղամ, դեռ չգիտեմ ոնց եմ պատրաստելու, բայց բերել եմ, այս թարմ սալատի թերթիկների, ծաղկակաղամբ, այս գիտեի ինչ եմ ուզում սարքեմ, բայց դրա համար էր հենց թահինի պետք, որ Լիդլում չկար ոնց որ, պետք է ուրիշ սուպերմարկետում նայեմ, երկու հատ թվասեր եմ վերցրել, իմ սիրելի սուրճից, էլի սալատ, մեր մարոլն է ուղղակի այս ձևով է, մի հատ կարակ, ավոկադո եմ վերցրել 3 հատ, պետք է մնան հասնեն, լավ ձիգեն, այս սիրուն գունավոր պղպեղներից եմ վերցրել, գույների խաթեր եմ ես վերցրել, մի հատ մակարոն եմ վերցրել, որ երևի թե հիմա կսարքեմ այ սրանով, ասիական բաժնից վերցրես, ինչ որ սոուսա, բանի, ինչա կոկոսի յուղով, կաթով ու սոխով, կփորձեմ հլա սոուս սարքեմ սրանով, կարելի է մեջն էլ պանիր լցնել, մի փոքր էլ սխտոր, ես եմ վերցրել, հետո շնիցելներից եմ վերցրել, բայց բոլորը բուսական են սրանք, ես մի տեսակը, ուզում էի համբուրգերներ սարքեի սրանցով, շատ համով են լինում, ես բուրգեր էլի, բանջարեղենից պատրաստված, ես մեկը ինչից է պատրաստված սոյայից ու ցորենից, ես մեկն էլ սպանախով է, պանիր սպանախ, սրանք եմ վերցրել, ես շպիլկաները, այսքան առևտրի մեջ ես շպիլկաներն են շատ դուրս եկել, կանայք ինձ կհասկանան, շպիլկաներն եմ վերցրել, այս սառած բոլոր, անցյալ առևտրին մոռացել չէինք առել, որ պետք է լինում չկար Սարսափցիկում, այս ձկից եմ վերցրել, սառած ֆիլեն, շատ եմ սիրում, այս զուկը տապակած շատ համով է լինում, ուղղակի տապակել, որպեսզի չտապակվի, հիմնականում ջեռոց եմ դնում, վերցրել եմ նաև սալսա, այս անգամ ասիական բաժնում մի քիչ երկար նայեցի, մտածեցի թայինի կարող է այնտեղ լինի, բայց չկար, ու վերցրեցի այս քուրի կեչուպը, կծուն եմ վերցրել, բուրգերները, ուզում եմ հիմա դնեմ այր ֆրայերի մեջ, որ արագ լինի, հեսա մի հատ թող դնում, ասեք տեսնեմ քանի հատ է տեղավորվում, ուզում եմ երկու տեսակից էլ դնեմ, ես շատ արագ հարմար է, ուղղակի իմը փոքր է, շատ բան չեմ կարող դնեմ, հատ էլ սրանից երևի կտեղավորեմ, հատ կամ սնայել,
Ազիվ 3 հատ տեղավորվում է, փոքրը։ 180 աստիճան։ Վեց րոպե։ Արագ եղավ ու շատ լավ է այսպես, ոչ տապակվում է, որ ավելորդ ձետ, տապակած ձետ օգտագործենք, ոչ բան։ Էս իմ ճաշն է, ուրեմն էս բուրգերը, կանաչ սալատ, մակարոն, այդ սոուսը, որ Lidl-ից առել էի, այդ սոուսն եմ տաքացրել, վրան պանիր եմ լցրել, հալվում է արդեն, այստեղ էլ ունեմ սիսեր, մի մոտ 2 ճաշի գտալի չափով էլ սիսեր։ Ես էլ իմ ճաշը, գուցե ինչ-որ ձևով ձեզ մոտիվացնում եմ, ինչ-որ բան հուշում եմ, հիշեցնում եմ, չգիտեմ, դրա համար ցույց եմ տալիս, իսկ մակարոնը սպանախի մակարոնը, այս կանաչներից, այնպես չի, որ շատ եմ սիրում, բայց ուղղակի էս ավելի առողջարար ու օգտակար է, քան սովորական ալյուրից պատրաստված է։ Աղացած միսը, հենց աղացած ենք առել, տեղ չունեմ դրա համար մսաղատ չեմ առնում, թե չէ սիրով ես կուզեի, որ ես առնեի միսը ինքը սաղայ, իմանայի ինչ եմ լցնում մեջը, բայց քանի որ մի քիչ ինչքան շատ ապարատուրա, այնքան շատ տեղ է պետք, դրա համար չեմ առնում։ Մոմը բացել եմ, որ վառեմ, որ մի քիչ ռոմանտիկ լինի, մոռացել եմ, սպասեք վառեմ։ Քանի աշունա, աշնանային մոմերը վառենք, դդմային մոմերը վառենք։ Մի քիչ ես վայելենք, հետո արդեն կանցնենք ավելի նոր տարվա ձմեռային այսպես մոմերին։ Ինչևէ, սիրելիներս, այստեղ աղացած միսը ահագին շատ է, բայց մտածում եմ միանգամից հիմա կհամեմեմ, ինչքան որ կսարքեմ կոտլետներ կսարքեմ, մնացածն էլ այդպես հենց կսառացնեմ, չնայած աղացած միսը ընդհանրապես որ հալացնում են, պետք է միանգամից օգտագործել, որ նորից չսառացնեն, բայց ինձ թվում է այս անգամ այդ դեպքը չի լինի իմ համար, ես միանգամից կկիսեմ, մի մասը կպատրաստեմ կոտլետներ, մի մասը կդնեմ, նորից կսառվի։ Հիմա դրա համար, քան որ միսը պատրաստ է, ես սոխ ու կարտոֆիլ եմ լցնելու մեջը, այդ կմանրեմ ու արդեն համեմունքները կխառնեմ։ Ինձ տախտակն է պետք, այս IKEA-ի տախտակն է, 2 տարի առաջ եմ առել, այս մեծը շատ չեմ օգտագործում, այդպես հազվադեպ, բայց Էլի օգտագործվում է բնականաբար։ Ուրեմն մանրեմ սոխը նախ։ Այս սպիտակ սոխից ես վերջինն էր փաստորեն, կարմիր սոխը մնացածը, մյուս առևտրին հիշեմ առնեմ սպիտակ սոխ։ Մեկ-մեկ կարմիր եմ օգտագործում, մեկ-մեկ սպիտակը, բայց արդեն հիշեմ, որ հունվարից սկսած արդեն սոխի կլեպները հավաքեմ սատիկի համար։ Սոխի կլեպով համով է լինում ձուն ու սիրուն է, ամենալավ ներկը սոխի կլեպով ներկացն է լինում։ Այսօր ժիլետ եմ հագել, ճիշտ է, այսօր որություն ունեմ, ժիլետ եմ միշտ հագնում, մեջքից եմ միշտ մրսում, երևի ձկներին բնորոշ է, բայց ահագին տաք էր եղանակը 17 աստիճան, հիմա էլ արևա, մի թեթև քամի կա, լվացք եմ փռել, բայց չի չորացել, ձեռքերս դիվանամ գա։ Այս դատարկեմ։ Աշուտը սիրում է կոտլետներ, չեմ տապակում, 1000-ից 1 որ կոտլետները տապակեմ, որովհետև տապակած խորհուրդ չի տրվում շատ օգտագործել, դե գիտեք ձեթը, որ ջերմամշակման է ենթարկվում, բարձր ջերմաստիճանի տակ արդեն վտանգավոր է։ Մենակ թե չսկսենք լաց լինել։ Հիմա մի հատ կարտոֆիլ եմ լցնելու։ Ոչ միշտ եմ կարտոֆիլ լցնում, ասեմ, բայց ես անգամ որոշեցի գցեմ, քիչ ավելի փափուկ կստացվի։ Իհարկե մի քիչ ջուր եմ լցնելու։ Մարդկա բուլղարական պղպեղել է լցնում, բայց ես չեմ սիրում այդ համը։ Կարտոֆիլներ մանրեցի, ես էլ հատարկեմ, պես արդեն կարա մոտեսնեմ ինձ։
զարգացնում ասա։ Հա, այդ է ասում մարդկա աղացած է, քաղցր պղպեղ ավելացնում, բայց ես չեմ սիրում դրա համը։ Մի անգամ եմ արել այդ ձևով շատ շուտ, իրը մի 30 տարի առաջ ու առաջին ու վերջին անգամն է եղել։ Հիմա կանաչին մանր կկտրատեմ։ Ես էլ ավելացնեմ։ Ահա, հիմա համեմ ենք, ուրեմն աղ կլցնեմ։ Սև պղպեղ, կարմիր պղպեղ, մի քիչ շատ կարմիրը կանեմ, չորացրած սամիտ, ցիտրոն, ինչքան չորացրած կանաչիկը լցնում եմ։ Ցիտրոնը մսի կանաչի է, ես ասում եմ շատ մսերանի հետ։ Ռեհան, այս հայկական խանութից եմ արել, հենց այսպես էսքան է մնում։ Այս անգամ չեմ արել, որ այս վերջացնում, որ մեկաշուչուց գնում ենք լավաշ առնելուց։ Մի քիչ էլ ջուր լցնեմ ու խառնեմ։ Ես ձեռնոց չեմ դնում, ես չգիտեմ, ես ձեռնոց դնելը ինչ մոդա անկա, որ անպայման YouTube-ում որ սկսեցին խոհարարական ալիքներ բացել, արդեն ձեռնոցներով սկսեցին ճաշ եփել, խմորը միսը հունցել կամ խառնել մնացած բաները, ես չեմ սիրում։ Այս մեր air fryer-ն է, չզարմանաք թե ինչ ձայն է։ Ես ձեռնոցներ ունեմ, բայց չեմ սիրում ձեռնոցներով խոհանոցում եփել։ Այնպես որ սիրելի բարեկամներ, եթե դուք զզվում եք, ոչինչ, մեկա դուք չեք ուտելու այս կոտլետներից։ Իմ ամուսինը չի զզվում, ինքն է ուտելու, ոչ էլ ես եմ զզվում առավել ևս։ Չէ, իրոք ոնց որ մեկ-մեկ չափազանցրած լինի, էլի։ Բնականից լավ չկա, ինչ որ բնականա։ Հա, մեկ-մեկ կարող է, չգիտեմ, այսպես հավեսի համար կարելի է երևի դնել, բայց որ մշտական այդպես ձեռնոցներով խոհանոցում եփել, ես հիմա արդեն կարող եմ ռեստորանում ուրիշ է, եթե ասենք սպասարկում են, մատուցում են, կարող է ձեռնոց դնել, այդ նորմալ է, որովհետև չգիտես օվեն ինչ են։ Լավ կխառնեմ, մի հատ համը աղը կնայեմ, ասեմ մի քիչ փոքր ուտա, բայց չտեղափոխեցի։ Քսենյան անհանգիստ վազվզում է, երև քորն է ցավում։ Հիմա արդեն կձևավորեմ իմ կոտլետները, ինչ տեսք որ կտամ ու կդնեմ ջեռոցը հիմա կմիացնեմ, որ տաքանա, մինչև պատրաստեմ արդեն տաք կլինի։ Այսպես կշարեմ։ Իհարկե պես չի կպնում ձեռներից, կարամ և ջուր չանեմ, եթե կպնում է ջրովանելը լավ է, չի թողնում որ կպնի ձեռներին։ Կարելի է նաև կարակ դնել այս ճաշակի վրան մի քիչ, բայց ես չեմ ուզում ավելով, որովհետև խոզի միս է խառնած հետ, խոզի միս կա հետը, դրա համար չեմ ուզում էլ նորից կարակ էլ դնեմ։ Մսին չի կպնում, ձգում եմ։ Մի անգամ իմ սիրելի Կարինեն էր գրել, մի անգամ կոտլետները պատրաստել ցույց տամ, որովհետև պատրաստի էի ցույց տվել, այս նույն ձևով կարճան, նույն ձևով անում եմ, ուղղակի տապակում եմ թավայի մեջ, բայց այդ շատ քիչ եմ անում տապակելը, շատ աշխատում տարվա մեջ երև մի 2-3 անգամ։ Ջեռոցը արդեն տաքա, այս դնել մի 40 րոպե պատրաստ կլինի։ Ապահովության համար ժամացույցներ միացնում ենք։ Հենց 35 րոպե։ Հետո արդեն կնայեմ։ Այսպես որ ծածկում եմ գոլորշով էլ է եկում, գոլորշի առաջանում ու եկում։ Ես էլ հիմա կդատարկեմ ամանի մեջ ու կդնեմ սառնարան։ Մեկ ուզեցի ամանի մեջ լցնեմ, դնեմ միսը սառնարան, հետո փոշմանեցի, որտեղ ամանը շատ է զբաղացնում։ Կլցնեմ այս տոպրակի մեջ ու կդնեմ։ Այս մի երկուրը կարող ինչ որ կոլորակ բան սարքեմ։ Այդպես կօգտագործում կգնա։ Կամ կարող այլի միս ավելացնեմ, իրոք խինկալի սարքեմ, լցնեմ սառնարան, կախված արդեն ժամանակից։
Իհարկե մսաղացով աղացած միսը շատ ավելի լավ է։ Տեսնենք, հետագայում կարելի է մտածել։ Իհարկե դες աշխատանքն էլ չի շատ անում արդեն, որ ժամանակի լինի աղանք էլի։ Բայց այդ ժամանակ էլ կարելի է մի անգամից աղալ դնել սառացնել, պետք է դա ժամանակ էլ օգտագործել։ Սիրներս ես արդեն հիմա օդը կհանեմ։ Այսպես կփակեմ։ Այսպես կարամ արդեն տափակացրած դնել, որ շատ էլ չզբաղացնի։ 50 րոպե թողեցի ջեռոցի մեջ, ահագին ջուրեր դուրս տվել թափեցի, հիմա էլ ժամանակ չկա, թե չէ կթողնեի մի քիչ էլ չորանար, այսպես մի քիչ կարմրեր, բայց քանի որ արդեն աշոտն եկավ ու հիմա պետք է հաց ուտի, դե եփած է արդեն բնականաբար ուղղակի մի քիչ կարմրելու համար էի ասում, բայց ոչինչ արդեն։ Այսպիսի տեսք ունի, ուզեցի ցույց տամ վերջնական արդյունքը, որ տեսնեք ոնց է ստացվում ջեռոցում դրած։